Դերասանուհի Տիաննա Տորեսը հյուրընկալվել էր Մհեր Բաղդասարյանի հեղինակային տետատետ հաղորդմանը։ Հարցազրույցի ընթացքում Տիաննան անդրադարձել է վերջին շրջանում իր շուրջ պտտվող աղմկահարույց թեմաներին, մասնավորապես տիկտոկյան ուղիղ եթերում իր էմոցիոնալ պոռթկումներին և հնչեցրած մեղադրանքներին։ «Ես բոլորին սիրում եմ, բայց ինձ դիտավորյալ հունից հանում են»։ Խոսելով իր էմոցիոնալ պոռթկումների մասին, Տիաննան նշեց, որ դրանք հաճախ լինում են ֆեյք օգտատերերի կողմից իրականացվող սադրանքների արդյունք։ Նա նշեց, որ իրականում չարություն չունի մարդկանց հանդեպ և փորձում է բոլորի մեջ միայն դրականը տեսնել։ «Գալիս են հրահրում, որ զայրանաս, միտում չեմ ունեցել ոչ մեկին վիրավորելու», նշեց դերասանուհին։ Հաղորդավարի ուղիղ հարցին, թե արդյոք ոչ ադեկվատ վարկը պայմանավորված էր արդյոք արգելված նյութերի օգտագործմամբ, Տիաննան տվեց կտրուկ բացասական պատասխան։ Նա պարզաբանեց, որ տեսանյութում իր տարօրինակ տեսքը պայմանավորված է եղել հատուկ ֆիլտրերով, հոգնածությամբ և այն հանգամանքով, որ նոր է արթնացած եղել քնից։ Տիաննան չթաքցրեց, որ այս պահին գտնվում է ֆինանսական ոչ հարթ փուլում։ Նա նշեց, որ TikTok-ում ակտիվությունը դիտարկում է որպես աշխատանք, քանի որ այս պահին նկարահանումներ առաջարկներ չունի, իսկ կյանքի առաջնահերթ խնդիրները լուծելու համար եկամուտ է անհրաժեշտ։ Դերասանուհին առանձնակի ցավով խոսեց այն մարդկանց մասին, ովքեր վիրավորական մեկնաբանություններ են գրում իր մահացած ծնողների հասցեին։ Նա նշեց, որ նմանատիպ մեկնաբանությունները նրան հունից հանում են։ Տիաննա Տորեսը նաև խոսել է ընտանեկան կյանքի և մանկության դժվարությունների մասին։ Նրա խոսքով, դեռ փոքր տարիքից ականատես է եղել ծնողների միջև առկա վեճերին և բռնություններին։ Նա պատմել է, որ ծնողները հաճախ են իրար ծեծել, իսկ այդ քաշքշուկների ժամանակ երբեմն ինքն էլ է հարվածներ ստացել։ Տիաննան հիշել է նաև մի դեպք, երբ այդ քաշքշոցների ընթացքում իր ձեռքի մատները մնացել են ավտոմեքենայի դռան տակ, ինչը մինչ օրս ցավոտ հիշողություն է նրա համար։ Անդրադառնալով մոր մահվանը, Տիաննան նշել է, որ նրա հեռանալուց հետո նույն դատարկությունն է զգացել։ Ինձ զգում էր նույնիսկ այն ժամանակ, երբ մայրը կենդանի էր։ Նրա խոսքով իրականում իրեն մեծացրել է հորաքույրը, ում նա մեծ սիրով ու երախտագիտությամբ է հիշում։ «Ինձ մեծացրել է հորաքույրս, նա տղամարդ կին է», ասել է Տիաննան, նշելով, որ իր ամենամեծ ցանկությունն այն է, որ հորաքույրը միշտ առողջ ու երկար ապրի։